Ջրի արտահոսքի հետքերով զբաղախցիկի կողմից ջուր է դուրս տալի, այսինքն պատվիրատուն հաճորացնում է ջուրը դուրս տալի, բոլոր նշաններով պետք է որ ճշմարտ խողովակներ լիներ, բայց նշումներ տալով անկում չի ապրում ոչ սարը ոչ տակ, տենց ուսումնասիրություններ եմ արել, կասկածս էս հատվածից է, ստեղ առաջ եղել է վաննա, ձևափոխություններ են արել, հիմա մնում է թեզս հաստատի, կարծում եմ այս հատվածից ջուրը սալիկի տակով է գալի դուրս գալի, այսա փորձենք հաստատենք։ Լեժ ներքով ստուգելով, այսինքն ամեն դեպքում ունի ներհոսքեր, բայց շատ դանդաղ, իսկ պատվիրատուն ասում է, որ ենթադրենք երեկոյան լողանալուց հետո միևնույն է, ինքը մինչև առավոտ ստեղ ծոր է տալի, այնպես որ սա կարա միայն սալիկի հերմետիկություն չունի, այդ կոյուղն էլ փորձենք ստուգել։ Տրապի ուսումնասիրությունները բացասական արդյունքի չբերեցին, այսինքն տրապը հերմետիկա տեղադրած, ամեն դեպքում սալիկը, այսինքն ստեղի ես բորդից, սա ցույց տան, այսինքն սա է, այս շոքը, այստեղ է, այսինքն հեսա մոտես, այս մոտեսնում եմ, ու սենց երկայնքով ամբողջովին տակը բաց է, այսինքն տրապի խցանման դեպքում, մազակալման դեպքում ու առհասարակ ուկլոնել կոնտրուկլոնով գալի նստում աստեղից էլ ներհոսում ունդեղից դուրս գալի, դա արդեն բետոնի կոնստրուկտիվ վիճակներից է։